Ճիշտն ասած, չէի ցանկանա անդրադառնամ իմ գործընկերների նախորդ ելույթ ունեցողների ասածներին, բայց ստիպված եմ, որովհետև իմ ելույթը ոնց որ թե նորից կանխորոշեցին։ Իմ ընդդիմադիր գործընկերները ոնց որ թե ստացվում է միշտ հանուն հայրենիքի դեմ են պետությանը։ Սակայն այդպես չի լինում։ Ես չեմ հասկանում, հատկապես իմ գործընկերուհուն, ձեզ վարձատրողները չեմ տեսնում, որ դուք գեներալական մտքերով չեք փայլում։ Ամենաշատը եֆրեյտորի կարող եք ձգել։ Եֆրեյտոր ամենայն դեպս։ Ես ուզում եմ մի փոքրիկ ակնարկ անել։ Եթե չեք մոռացել, անցած տարի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում կայացրեց համատեղ խոփ համակարգ ստեղծելու Հայաստանի Հանրապետության հետ։ Որոշումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որը լուրջ իրարանցում առաջացրեց թե Ադրբեջանում եւ թե հարևան Թուրքիայում։ Անմիջապես տեղի ունեցավ հանդիպում Ալիևի եւ Էրդողանի եւ նոյեմբեր ամսին տեղի ունեցավ հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժություններ Թուրքիա, Ադրբեջան։ Առաջ քաշվեց մի լոզունգ՝ երկու ազգ, մեկ բանակ։ Դա Էրդողանի եւ Ալիևի որոշումներ։ Այնուհետև այդ որոշմանը ինչ որտեղ փորձեցին միավորել նաեւ Վրաստանին։ Հետո տեղի ունեցավ երկրորդ հոբ զորավարժությունները։ Ինչ է սա նշանակում, ում է սա մտահոգում։ Արդյոք սա պետք է մեզ մտահոգի, թե ոչ։ Իհարկե պետք է մտահոգի, որտեղ այն որոշումը, որ մենք ցանկանում ենք իրականացնել, մտահոգում է մեր երկու թշնամական մեր դեմ տրամադրված երկրների։ Ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես հոբ համաձայնագիրը, հակաօդային պաշտպանություն։ Ասում ենք պաշտպանություն մոռանալով, որ սա ընդամենը պաշտպանական զինատեսակ է, պաշտպանական։ Մեր օդային սահմանի պաշտպանություն, որը շատ թանկ արժե եւ որը շատ արագ մաշվում է, հնանում է։ Մեր երկիրը հնարավորություն չունի յուրաքանչյուր տարի նորացված հակաօդային պաշտպանական միջոցներ ունենալու, կրելու, ստեղծելու, գնելու։ Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, այո, ելնելով նաև տարածաշրջանում իր շահերից, առաջարկեց ստեղծել համատեղ հակաօդային պաշտպանություն։ Այո, պարոն Բագրատյան, հենց այդ պաշտպանության շնորհիվ էր, որ ապրիլյան ռազմական իրադարձությունների ժամանակ Ադրբեջանից որևէ ինքնաթիռ չթռավ, ուղղակի չթռավ, որովհետև չէր կարող թռնել եւ չխոցվել։ Սա առավելություն է, թե չէ։ Իհարկե առավելություն է։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ օդային սահման չունի։ Ռուսաստանի Դաշնության հոբ համակարգերը տեղադրված Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող հարավային օկրուգի հոբ զորքերի հրամանատարի կողմից արդյունավետ կառավարվել Հայաստանի տարածքում։ Դրա համար էլ գործում է եւ ընդունվեց համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետը, հատուկ ցանկանում եմ ընթերցել պարոն Բագրատյանի համար։ Հավաքական անվտանգության առանձին շրջանը Հայաստանի Հանրապետությունն է։ Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը։ Էլ ոնց գրվի, որ դուր գա։ Հստակ ղեկավարում է մեր հակաօդային պաշտպանության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից նաև, գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, որովհետև հոբ հրամանատարն է
ենթարկվում մեր գերագույն գլխավոր հրամանատարին եւ գլխավոր շտաբի պետին։ Ցանկացած որոշում կայացվում է միանձնյա, արագ, այնուհետև զեկուցվում ընդհանուր կառավարությանը, ընդհանուր կառավարման համակարգին։ Այս մասին բազմիցս ասվում է։ Բավականին լուրջ հնարավորություններ է ստեղծում նաև համաձայնագրով, հատկապես ուսուցման, կառավարման, կոորդինացման հետ կապված աշխատանքներում, բավականին թանկարժեք համակարգ։ Բերեք չմոռանանք, որ այս համակարգը ընդհանրապես իրենից ներկայացնում է հայտնաբերում լոկացիոն սարքերով եւ ուղեկցում թռչող սարքերը։ Այնուհետև լոկացիոն սարքերի կողմից հանձնարարական խոցող սարքերին հայտնաբերել եւ խոցել։ Այս ամբողջ համակարգը աշխատանքը տևում է մաքսիմում 50 վայրկյան։ Այսինքն խոսում ենք մի համակարգի մասին, որի առավելագույն աշխատանքը տևում է 50 վայրկյան։ Այնպես եք ներկայացնում, կարծես թե պետք է հեռախոսով զանգեն, հրաման տան, հետո որոշում կայացնեն, հետո մերժեն, հետո որոշեն թռնել թե չթռնել։ Այդքան չի երկարում ախր այս ամեն ինչը։ Մենք խոսում ենք ընդամենը 50 վայրկյանի մասին։ Լեռնային Ղարաբաղի հոպի մասին, Հայաստանի հոպի մասին։ Լեռնային Ղարաբաղի հոպը առանձին համակարգ է եւ գործում է ամբողջությամբ առանձին Հայաստանի Հանրապետության հոպից, չնայած ստանում է նաեւ աջակցություն։ Համաձայնագրի ստորագրման դեպքում լրացուցիչ նաեւ հնարավորություն եւ լրացուցիչ միջոցներ։ Լեռնային Ղարաբաղի հոպը այն համակարգն էր, որ ապրիլյան պատերազմի ընթացքում հայտնաբերեց եւ խոցեց 15 անօդաչու թռչող սարք։ Վատ էր աշխատում, իհարկե վատ չէր աշխատում։ Եթե վատ աշխատեր, այդքան չէր խոցվի եւ ադրբեջանական ինքնաթիռներն էլ կթռչեին։ Հիմա ստանում է այս համաձայնագրով լրացուցիչ հնարավորություններ։ Համաձայնագիրը բխում է Ռուսաստանի շահերից, իհարկե բխում է։ Համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, իհարկե բխում է։ Կան ռիսկեր, իհարկե կան ռիսկեր։ Ռիսկը այն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կստեղծեն համատեղ հոբ համակարգ, որը կարող է ծածկել մերին, կարող է լինել ավելի ուժեղ։ Բայց այդպիսի բան չի կարող լինել։ Որտեւ հիմա տեղադրված է Հայաստանի տարածքում ամենաուժեղը, որը հսկում է նաեւ մի ամբողջ տարածաշրջան։ Ես կարծում եմ, որ պետք է վավերացվի այս համաձայնագիրը եւ որքան շուտ ավելի լավ, քանի որ չվավերացնելու դեպքում մենք հնարավորություն չենք ունենա ազդելու գործող պայմանագրով Ռուսաստանի Դաշնության հոբ համակարգի մեջ մտնող խոցման համակարգերի վրա։ Պայմանագրի վավերացումը պետք է կատարվի անհապաղ եւ որքան շուտ, այնքան լավ։ Դա բխում է մեր երկրի, մեր պետության շահերից։ Շնորհակալություն։